5-րդ ալիքը Լույս հիմնադրամի աջակցությամբ ներկայացնում է։ Բարի հանդիպում, սիրելի բարեկամ։ Շարունակում ենք Պլուպուհու անվամբ ու զրույցներով կամրջված անձանց դեպքերի մասին պատմությունները։ Այսօր մենք ճանաչելու ենք ևս մեկ պայծառ անուն, որ Արցախի բանահյուսական ժառանգության հավաքագրման գործում նշանակալի դեր ու ավանդ ունի։ Իսկ երբ խոսում ենք Արցախի բանահյուսությունից, Պլուպուհու ներկայությունն այդ տարածքում անհրաժեշտ ու պարտադիր բաղադրիչ է։ Մարգարիտ Գրիգորյան Սպանդարյանը ծնվել է 1906 թվականին Շուշիում, սովորել է Շուշիի կանաչ ժամի 3 դասյա, ապա Մարիամյան օրիորդաց դպրոցում։ Հետագայում ստացել է բանասիրական կրթություն։ Դեռևս աշակերտական տարիներից զբաղվել է բանահավաքչությամբ, շրջագայել է Արցախի բազմաթիվ բնակավայրերում, գրառել է բանահյուսական տարբեր ժանրերի, ազգագրական և բարբառային մեծաքանակ նյութ, որի զգալի մասը տպագրվել է։ Շուշիում և Արցախի տարբեր գյուղերում գրառած նրա հեքիաթներից կազմվել էր հայ ժողովրդական հեքիաթներ համահավաք ժողովածուի 5-րդ հատորը։ Նշանակալի ու արժեքավոր է նրա Լեռնային Ղարաբաղի բանահյուսությունը աշխատությունը, որտեղ ընդգրկված են խաղիկներ 2000-ին հասնող հեքիաթներ, ավանդություններ, հանելուկներ, զրույցներ, զվարճախոսություններ, շուտասելուկներ, առած ասացվածքներ, անեծք օրհնանքներ։ Արցախյան քնարական բանահյուսության հավաքագրման գործում Մարգարիտ Գրիգորյանի ավանդն ամենամեծն է, եթե չասենք, որ հենց նրա անունն է հասցե արցախյան խաղիկների մասին խոսք ասելիս։ Մեծ ու կարևոր երախտիկ ունի նա։ Մարգարիտ Գրիգորյան Սպանդարյանի հավաքագրած նյութերից դեռ կան անտիպ հավաքածուներ, որոնք պահվում են Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության ու ազգագրության ինստիտուտի բանահյուսական արխիվում և պահվում էին նաև Արցախի պատմաերկրագիտական թանգարանում։ Պլուպուհու մասին զրույցները նրա Լեռնային Ղարաբաղի բանահյուսությունը աշխատության մեջ փոքր մաս են կազմում, բայց ըստ էության զրույցների թագախումբ են դրանք։ Հիմա լսենք ու վայելենք արցախյան քաղցր բարբառը Պլուպուհու զրույցներում։ Պլուպուհուն անունը սա աշխարհքավ յերիլացիայինու։ Լոգիդումն վեր մերկ շանազարը մինոքերն է, վերին վեշ մինը կամչու խոսքավ հաղթեր։ Այդ մասին Ֆրանսիան սկացածինու։ Միխայք Ֆրանսիացի կյամա Պլուպուհունը հետ օժը փորձի։ Բայց այդ ֆրանսիացին հայեր են չգիտում, պուղին էլ ֆրանսեր են։ Դրանց մեջին մենակ հասկացողը մերկ շահնազարն է։ Մենք ես ֆրանսիացին մի պիր խազակաշում, պուղին էլ մեջան կես սահանում։ Ֆրանսիացին ձերք պանչումա, յումրուղը պիչրծում պիտի երկինքը, պուղին էլ երկու ձերքը դույս պիչրծում պիտի երկինքը։ Ֆրանսիացին երկու մանը թփահարում է, պուղին էլ 3 մանն է թփահարում։ Դրան այդ մենիկ շահնազարը պուղուն ասում է։ Ներք էլ շատ խելունք է, ասասնես պատասխան տվալը հելամի պենդել ավեն։ Ես պիլուրի խազավասեցի աշխարհք սպիլուրը, ինքն է մեջան կեսարա, ասա կեսը ջիրա, կեսն է ցամակ։ Ես ասեցի երկիրս յումրուղու նման է, ինքն է ասից օթումը կանգնած է։ Ես ասեցի երկիրի երկու հոգին կարավարում։ Ասածնա Քրիստոսը, ինքն ասից թաչ է, 3 հոգի, Սուրբ հոգին էլ նհետը։ Դրան այդ մելիք շանազարը պուղունան արցնում է։ Ամորած, ֆրանսիացին ինչացիս, դու ինչ սեցիր, իր հունց հասկացալ։ Մելիքն ապրած կենա, առաջ ֆրանսիացին ասից, վեր մի տալեք պլավինի կկարի սոտիս, ես էլ ասեցի կեսը դու կոտիս, կեսն էլ ես։ Ետնան էլ ասից, վեր մի վճխարի տեշնի, կկարի սոտիս, ես էլ ասեցի ծասկին քուվանավեջ, պլավը օտին, ետնան էլ վղճարին տեշը։ Ետնան էլ ֆրանսիացին ասից, երկու մաննավս աշկտ կհանիմ, ես էլ ասեցի երկու մաննավս աշկտ կհանիմ, իրիկավներ պերանդ կկապիմ, մենեք մնամա մատ մնացած, լհա ֆրանսիացին ասում է։ Պուղլի լող դյուզա հասկացալ, նարաս պաս է պենում պատմում, մի օր Պլուպուհը կնգան ասում է,
Ակնեք, եկեմ մեր ծմակում լավ տանձում տսալ, խուրջին տո քնամ հվակին պերիմ, համ խոխեք հոտին, համ չիրայս ծմերո օտինք։ Բուղին խուրջին յանում քնամ ծմակը։ Դե ատուտատ վաղարաբաղա ծմակնեն, լող ծարը լծածն։ Լհավնդ փոխումս, սլկահումս, ենքան կաչուկայնում տապեն։ Դիերս եշում պտուղները տերևներ անշատս, էլ կուլատանց, կուլախնջեր, շիլեր, տեղեն, կետմիր, թթոք, հաղծր, էլ հուն, պահ։ Իշողին խլքներ կինյամա, ծուլն է վեր տրնում, լկրտնը հալամոնան թեզնել իրան, կոլերն էլ մհասուր, մոշ, մռամոշ, ծաղիկներն էլ կետմիր, սիպտակ, դեղին, դել խոսուն չուն կանինեի մասին վեր բիդի երկինքն են ասնում, արևի լիսը կապում են, բաղոնան ծանատիս եկող աղբիրները ջիրը ծորտ, բուղն գիմ չի վերմինը կաղելը ծնե խուրջինը, ինչ քանազմս կաղելը ծե խուրջինըտ։ Բուղի եշմատս միլավ տենդի, աչքն էլ ոտում, պիցյանումա միլավ թպը հարում, կշանում հվակում կթում խուրջինը ու քինամ, նստում դինջանա, նստում ավեր դինջանա, քոն այնում, մի մարդ անցկինա ես այնում, եշմատս միլավ կաղցր համավ տանց, մոտիկանումա, տանձը յորոնում, դինում շիլեր, տանձը յորոնում քինամ, ու մտածումա։ Տանիմ համ խոխերքս բոլ կոտին, համ կնեգս չիրկան է, խոխորս կաղցր կին ծմրնվա, շիլերը կա ու կա, ծմկրեն լիքնն, էլա կը հվակիմ, բուղին կունը տղան երակենում, արած մտածելի խուրջինը շիլակում ու վաստալավ քինյամ տոն։ Կնեգը խուրջինի ռխը ետատամ ու ասում, ամարդ խասյաթը տաստուտ կտրե, ես թթո շիլերը բերալս հինչանիս, թա մղրկեն է տանձում բերալ։ Ակնեք, հոր մի կուհոր, մի լավ եշի, ես բուղինում, թաթա ես եմ շղոցրալ։ Կնեգը ասում ա, տնազուտ կեզ պահե, հա, տու բուղինս։ Դե թա ես բուղինում, ես տանձում հվակալ, շտեղա դույս եկա այդ անդար շիլերը։ Մենք այսօր լսեցինք մի զրույց, որտեղ առաջին անգամ պլոպուղին խապվում է տանձի տեղ վայրի սալոր շիլեր տուն բերելով։ Սա սովորական խապվածություն չէ, ոչ էլ պատահական զրույց, սա զրույց հորդոր է։ Որքան էլ խելացի լինես, մտքով միշտ անհախտ լինես, արթմնի բոլոր իրավիճակների տերը լինես, երբեք չպիտի թուլացնես զգոնությունդ, իսկ քունը հենց այդ զգոնության թուլությունն է։ Անհաղթելի պուղին էլ կարող է հաղթվել, եթե աչքը փակվի։ Պուղու հորդորն է, կյանքում հաղթանակը տրվում է իր ունեցածը մտքով ու բաց աչքով հսկող մարդուն։ Խոխեք, պատումների վախտը սաղս մտքերավ քինամնք Արցախ, հիշում մեր ղաշենք լեռնաշխարի անտառները, իսկ ձեզ ինչա հուշալ ես պատումը։ Են ֆրանսիացունը հետ պատմությունը, հիբը դույսավներ տոն ղոնաղակյամ, ինքը մշ չի հասկանում, մոք է իան չենք հասկանում, բայց վերջը ղոնաղալի, ուրի մինձև հասկանում ենք։ Ես մեր ծմկները ամոտքավ շոր եկա, հիշել տանձի հազար մին տեսակները, ըմրնեն է, ծմրնեն է, թուփլեն է, կանաչեն է։ Հետո, Աննա, դու։ Իսը հիշայեմ մեր շենի ծառերը, խնձորենին, բալենին, տանձենին։ Դուք նշեցիք տանձի մի քանի տեսակ, նշեցեք ծառանունները, Արցախ աշխարհը միշտ էլ հարուստ է ելել անտառներով։ Արցախը իսկապես հարուստ էր անտառներով, դեռ 19-րդ դարի սկզբներին Արցախի անտառածածկ տարածքը 75% էր կազմում։ Հետագայում իհարկե նվազել են անտառածածկ տարածքները։ Արցախի անվան մի մեկնաբանություն էլ հենց անտառածածկ լինելու հետ էր կապվում, երբ ասվում էր, որ ղարան իր մի իմաստով, սև իմաստով անտառի թանձր կանաչը նկատի ունի, այսինքն ոչ թե սևը, այլ սևին հասնող կանաչի թանձրությունը։ Արցախի նշանավոր անտառներն են Գետաշենի, Երից Մանկանց, Եղիշեի, Թարթարի, Խաչենագետի, Քոլատակի և Պտրևոց գետակի ձորերում քոլ կոչված անտառները, Սուրբ Ղևոնդիկի անտառը և այլն։ Իսկ Արցախի անտառները վայրի պտուղների ու հատապտուղների անսպառ ամբարներն են։ Այդ հիշողություններն են այժմ մեր ուժը։ Պենտ կացեք, տեմպ կացեք։